Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Որոգայթ, հայկական գեղարվեստական ֆիլմ հոլիվուդյան կանոններով։ Որոգայթ գեղարվեստական ֆիլմը շարունակում է մնալ մեծ էկրանին, Հայաստանում, Միացյալ Նահանգներում։ Նոր խոսք, նոր դեմքեր, նոր ընկալում։ Շատ ոգևորիչ ֆիլմ է, շատ լավն է, շատ տպավորված եմ։ Տպավորությունը երում է։ Շատ հավանել ենք, շատ տպավորված ենք։ Տպավորություններս շատ վառ են, որովհետև սպասումներս էլ էին մեծ։ Անգամ ես լաց եղամ։ Պրոֆեսիոնալ ֆիլմ։ Իրոք շատ պրոֆեսիոնալ էր ամեն ինչ արած։ Ազդեցիկ ֆիլմ էր։ Բավականին տպավորված եմ։ Շատ լավ կինո էր, բոլորին մաղթում գանդիտ են անպայման։ Որոգայթ, մայրաքաղաքի կինոթատրոններում։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Բարև ձեզ սիրելիներս, ահա եւ մենք եկանք, կարծում եմ դուք մեզ սպասում էիք։ Ասում են, թե երազանքները սկսում են իրականանալ այն ժամանակ, երբ դրանց վախերից ավելի կարևոր են դառնում։ Լիովին համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետեւ մենք բոլորս ունենում ենք վախեր եւ երազանքներ։ Դրեք այն մի նժար եւ տեսեք, որն է ավելի գերակշռում։ Դե իհարկե երազանքներ ունենալը ավելի նախընտրելի է, քան թե վախերը։ Առաջարկում ենք հենց այս պայծ վախերը դնել մի կողմ եւ միայն երազել ու լինել համարձակ։ Այսօր ապրիլի 21-ն է, օրը 5-շաբթի, Անգլիայում այդ տարեթիվը մեծ տոն է, քանի որ Եղիզաբեթ II թագուհու ծննդյան օրն է։ Իսկ Իսլանդիայում տոնական տրամադրություն է իգական սեռի բոլոր ներկայացուցիչների մոտ, քանի որ ամեն տարի ապրիլի 21-ին Իսլանդիայում նշում են աղջիկների օրը։ Շատ ուրախ եմ Իսլանդիայի համար, այո։ Այս օրը մեզ համար եւս կարևոր է եւ հիշարժան, թեպետ շատերն այն չեն հիշում, այսօր ազգային հերոս Արցախյան ազատամարտի մասնակից Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է։ Կարծում եմ մեզ համար դա ավելի կարևոր է, քան Անգլիայի թագուհու ծնունդը։ Այո, Թաթուլ Կրպեյանն ասում էր, ինչու եք վախենում մահից, հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, բայց այդ բանը չեմ անի, ասում էր Թաթուլը։ Նա զոհվեց 1991 թվականի ապրիլի 30-ին, ապրիլին ծնվեց, ապրիլին զոհվեց։ Օղակ գործողության ժամանակ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը նրա պատվին վերանվանվել է հենց Թաթուլ։ Անցնենք աշխարհի անցուդարձին։ Բերլինի բնակիչներին արգելել են առանց հատուկ թույլտվության զբոսաշրջիկներին վարձով բնակարան տրամադրել։ Առաջ դա ոչ մի խոչընդոտ չկար, ամբողջ Եվրոպայում միշտ բնակարանները հանձնում են առանց թույլտվության։ Իսկ այսօր, եթե չեմ սխալվում, մի քանի օրից օրենքը ուժի մեջ կմտնի։ Արդեն այդ օրենքը ուժի մեջ կմտնի 50 թվականի մայիսի 1-ից։ Եվ 100 եվրո կտուգանեն, եթե դու նրանք ովքեր կխախտեն այդ օրենքը։ Բայց պետք է նշել, որ լոնդոնյան կացարանն ապօրինի վարձածո տարերկրացիների համար որևէ պատժամիջոց չկա սահմանված։ Իսկ վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչների 70%-ը հենց դեմ են այդ օրենքին, քանի որ այն զրկում է իրենց մեծ եկամուտներից, կարծում նորմալ բայց դա արվում է անվտանգությունից ելնելով ըստ երևույթին, դուք գիտեք, որ Եվրոպայում բավականին լարված իրավիճակ է կապված ահաբեկչության հետ եւ այդ իսկ պատճառով ըստ երևույթին պետությունը սկսում է հսկել այդ process-ը։ Շաբաթական 3 անգամ զբոսանքները կարող են դրական ազդել ինտելեկտի վրա, վստահեցնում են այն մեր սիրելի գիտնականները, որ են հայտնաբերել։ Ուրեմն ամեն մի հովիվ, որը որ միշտ դուրսն է եւ ոչխար է արածացնում, պետք է ունենա շատ բարձր IQ, ես այդպես էլ հավատում եմ։ Ամերիկացի նյարդնաբանները պարզել են, որ մաքուր օդին զբոսնող մարդու համար տեսած ամեն մի բանը վերածում է ուղեղի աշխատանքը խթանող ու այն զարգացնող գործոնի, ցանկացած մի խոտիկ, մի կակաչիկ եւ ամեն ինչ։ Եթե անգամ դուք դա չեք նկատում, բայց միևնույնն է ուղեղն աշխատում է։ Սակայն մասնագետները հիշեցնում են, որ նման արդյունք կարելի է ստանալ ամեն անգամ նվազագույնը 40 րոպեանոց զբոսանք կատարելով, այնպես որ եթե 39 րոպե անգամ զբոսնում եք, ոչ մի օգուտ չի տա։ Եվ 40 րոպե պետք է, այո։ Այժմ ջերմերը ձեզ առաջարկում ենք երաժշտություն։ Այնուհետև անպայման կվերադառնանք եւ անպայման կշարունակենք։ Գնացինք։
Պոզիտիվ տեսահոլովակ եւ կարծում եմ դուք ձեզ մոտ էլ գոնե մի ժպիտ առաջացրեց։ Իսկ մենք շարունակենք, պարզենք, թե ինչ չի կարելի անել Թայլանդում։ Չի կարելի Թայլանդում ունենալ վատ տրամադրություն։ Այո, առաջին բանը, որ արգելված է։ Բոլոր հյուրերին թայլանդցիները դիմավորում են գրկաբաց ու լայն ժպիտներով։ Այդ երկրում յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կարող է իրեն տանը զգալ, եթե կարողանա յուրացնել տեղի գլխավոր սկզբունքը՝ հաճույք ստանալ ամեն ինչից, ինչով զբաղվում է։ Բայց մեր հայերն էլ են, չէ՞, հյուրընկալ այդ առումով։ Ուղղակի ժպիտը արթնանում է հյուրի մոտ, բայց միշտ չի։ Դե քանի որ հաշվի առնելով որ Թայլանդը տուրիստական երկիր է եւ ապրում է տուրիզմով, ապա բնականաբար ոչ մի օտար երկրացու հանդեպ այսպես չեն կարող վատ վարվել չեն կարող, այո։ Դե ինչ յուրաքանչյուր օրը թայլանդցիները սկսում են ժպիտով եւ դեմքի այդ արտահայտությունը պահպանում են ողջ օրվա ընթացքում։ Այդ է պատճառը, որ ոչ մի պայմանով չեն հանդուրժում ագրեսիան եւ դժգոհության ցանկացած դրսեւորում։ Բայց մի տեսակ է տարօրինակ է, որ ամբողջ օրը մեն ժպտաս։ Դե տարօրինակ է մեզ համար, Անահիտ ջան, Թայլանդը ունի վատ հարևաններ եւ նմանատիպ խնդիրներ, որով որ ապրում մենք։ Ձմեռ կարկուտ նույնպես չկա։ Թայլանդում չի կարելի նեղացնել փղերին, դրանցից վախենալը եւս արգելված է։ Փղերը Թայլանդում սրբազան են համարվում եւ գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Ում եք պաշտպանում փղերի։ Եթե փղին դու մի հատ բանան ես տալի, փիղը անպայման քեզ մի հատ համբուրում է։ Այո, ավելին սպիտակ փղերը թագավորի սեփականությունն են համարվում։ Դե ինչ, թայլանդական ամենասիրած կարուսելը հսկա կենդանու կնճիտի վրայից այսպես իջնել է։ Դա արդեն իսկ Նա լավ բարի մեծ կենդաններ են, չէ՞։ Հետաքրքիր է, մարդ ինչքան կենդանի մեծ է եւ ուժեղ, այնքան բարի։ Այո, Թայլանդում ամոթ է ամաչելը։ Այդ երկրի զբոսաշրջային քաղաքներում շատ են տեսարժան վայրերը, որտեղ ցերեկով կարելի է զբոսնել երեխաների հետ, իսկ այ երեկոյան միայն 18+ միջավայրում տեղացիները դա կոչում են այսպես ասած խեղճ զբոսաշրջիկները տարին մեկ անգամ են տանից, գործատներից եւ իրենց իշխանությունների աչքից հեռու գտնվում։ Թայլանդում առավել հաճախ հանգստանում են կլիմայական սառը գոտիների բնակիչները, երբ աշխարհի շատ երկրներում սկսում են գարնանային առաջին փոքր ինչ ջերմորերը, Թայլանդում վրա է հասնում անտանելի տապը այդ օրերին այդ երկրում ըստ Ցելսիուսի +40-ի մոտ եղանակ։ Միշտ նախանձել եմ այն ժողովրդներին, ովքեր որ ապրում են միշտ ամառվա մեջ։ Պատկերացնում եք, նրանք չունեն ձմեռային շոր, նրանք չունեն ձմեռային անվադողեր, նրանք երբեք ջերուսման համար փող չեն տալի, այսինքն քո բյուջետի ասենք զգալի մասը գնում է ձմեռը գոյատևելու համար, իսկ իրենք չեն մտահոգվում այդ ամենը, անգամ ձմեռային կոշիկ չունեն, հասկանում եք։ Իրանք չեն կարող էլի այն բանաստեղծությունը ողջ ամառը շուրումուր, ամբողջ տարի շուրումուր, այո, թռի վռի միջապուր։ Այժմ միանանք Մարիին եւ տեսնենք թե ինչ եղանակ է մեզ սպասում։ Բարի լույս Մարի։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Մարի, արդյոք մեզ մոտ էլ արդեն ամառ է մոտենում, թե դեռ տեղումներ։ Այսօր բավականին տաք եղանակ է սպասվում, ջերմաստիճանն այսօր կհասնի ընդհուպ մինչև 30 նիշի։ Սակայն հյուսիսային շրջաններում հատկապես երեկոյան ժամերին կդիտվի կարճատև անձրև։ Խնդրեմ, մեզ մոտ է նկատել եմ գարուն աշուն համարյա չի լինում։ Ամառ ձմեռ։ Լսենք եղանակը։ Շնորհակալ եմ։ Այսօր հանրապետության տարած կներխուժեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում կլինի առանց տեղումների, սակայն մի փոքր անպամած եղանակ։ Իսկ ուշ երեկոյան հյուսիսային շրջաներում կդիտվի կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կբարձրանա 1-ից 2 աստիճանով։ Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստեփանակերտում ցերեկը սպասվում է 24, գիշերը մինչև 12 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում Մեղրիում ցերեկը սպասվում է 30, գիշերը 12, Կապանում ցերեկը կլինի 28, գիշերը 8, Գորիսում ցերեկը 22, գիշերը մինչև 9 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի մարզում ջերմուկում ցերեկը սպասվում է 18, գիշերը 2, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը կլինի 27, գիշերը մինչև 10 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում կեսօրից հետո կամպի, սակայն տաք եղանակը դեռևս կպահպանվի։ Մարտունիում ցերեկը սպասվում է 17, գիշերը 3, Գավառում ցերեկը կլինի 17, գիշերը 2, Սևանում ցերեկը 16, գիշերը մինչև 5 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում առաջիկա գիշերը անձրև կտեղա։ Հրազդան քաղաքում ցերեկը կլինի 18, գիշերը մինչև 2 աստիճան, Աբովյանում ցերեկը 23, գիշերը մինչև 11 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում այսօր տեղումներ չեն սպասվում, այստեղ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-ից 2 աստիճանով։ Արարատի մարզում Արարատ եւ Արտաշատ քաղաքներում ցերեկը կլինի 27-ից 28, գիշերը մինչև 10 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում Արմավիր եւ Վաղաշապատ քաղաքներում ցերեկը կլինի 28, գիշերը 10-ից 11 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում
Երևանում Աշտարակ քաղաքում ցերեկը սպասվում է 25, գիշերը 10, Ապարանում ցերեկը կլինի 18, գիշերը մինչև 3 աստիճան տաքություն։ Դավուշի մարզում երեկոյան սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, Իջևանում ցերեկը սպասվում է 27, գիշերը մինչև 11 աստիճան, Դիլիջանում ցերեկը 25, գիշերը մինչև 7 աստիճան տաքություն։ Լոռու մարզում երեկոյան նույնպես սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, Վանաձոր քաղաքում ցերեկը կգրանցվի 25, գիշերը մինչև 6 աստիճան, Տաշիրում ցերեկը 21, գիշերը մինչև 4 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում կեսօրից հետո կամպի, իսկ երեկոյան անձրև կտեղա։ Գյումրիում ցերեկը կլինի 23, գիշերը մինչև 2 աստիճան, Աշոտսքում ցերեկը 16, գիշերը մինչև 2 աստիճան տաքություն։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի առանց տեղումների եղանակ։ Միայն երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի փոքր հավանականություն։ Քամին հարավային է 3-ից 8 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 663 մմ սնդիկիսյուն է։ Իսկ օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 50%։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում ցերեկը կլինի 28, գիշերը մինչև 12 աստիճան, Ավանում ցերեկը 25, գիշերը մինչև 11 աստիճան տաքություն։ Այսօր այսքանը, բոլորիս բարի օր եմ մաղթում։ Շնորհակալություն Մարի, քեզ նույնպես մաղթում ենք բարի օր, կարևորը գեոմագնիսական դաշտը կայուն։ Անցանկարաջ TripAdvisor տուրիստական ծառայությունը ասել է, թե 2016-ին որն են լավագույն հանգստավայրերը։ Կղզիները։ Կղզիները, որտեղ կարելի հանգստանալ։ Առաջին տեղում Հավայան կղզախմբի Մաուի կղզին է։ 2015 թվականին լավագույն կղզիների ցանկում այն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, հայտնում է CNN-ը։ Շատ Հավայի կղզիներ են, շատ լավ են դեղ հանգստանալ։ Իդեպ Հավայան կղզիներն այլ կերպ կոչվում են նաև ալոխա թարգմանաբար հյուրընկալ։ Պարզ է, որ Հավայան կղզիները հյուրընկալ են, մնում է մեկ բնակչություն այնտեղ։ Դա նաև ԱՄՆ-ի ամենախիտ բնակեցված նահանգն է, այնտեղ ամեն տարի հավաքում է ավելի քան 320,000 տոննա անանաս եւ դա միակ նահանգն է, որի տարածքը գնալով մեծանում է հրաբխային ժայթքումների պատճառով, իսկ աշխատող կանայք ավելին են, քան ԱՄՆ-ի մնացած նահանգներում, մոտ 63% աշխատող կանայք են։ Ու նոր տարուն էլ անանասի խնդիր չունեն, Սերգեյ։ Իհարկե, սպասարկման ոլորտում են աշխատում անայգան կանայք այնտեղ, այո։ Հավայան կղզիները ողջ ԱՄՆ-ում ռեկորդակիր են ճարպակալման ցածր եւ կյանքի տևողության բարձր ցուցանիշներով։ Տղամարդիկ այնտեղ միջին ապրում են 75 տարի, իսկ կանայք 80 տարի, էլի կանայք տեսեք 5 տարի ավել է կապում մեզանից։ Լողում, բարկում, արևին անանասը ուտում։ Անանասը ուտում ինչ է։ 2016 թվականի լավագույն կղզիների ցանկում երկրորդ տեղում է Հունաստանի Սանտորինին։ Այդ անունը կղզին ստացել է 1204 թվականին եւ նշանակում է Սուրբ Իրինա։ Սանտորինիում կան 3 գույների՝ սև, կարմիր եւ սպիտակ լողափեր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրան շնորհել է Blue Flag տարբերանշանը, որտեղ աշխարհի ամենամաքուր լողափերն են։ 2011 թվականին այն ստացել է աշխարհի ամենաայցելվող կղզու տիտղոսը։ Ամեն տարի արձակուրդային սեզոնին Սանտորինիում 3000 պսակադրություն է տեղի ունենում։ Գնում են այնտեղ բոլորը Այդ մեր սիրելի հերոսադիտողը, եթե մի քիչ գումար եք խնայել, անպայման գնացեք։ Ասում են շատ լավ տեղ է։ 50%-ն էլ ամեն տարի վերադառնում է նշելու ամուսնության տարեդարձը։ Մի հատ ամուսնամեն, մի հատ հետո երեխեքին վեկալ մեր երբ։ Մի հատ էլ այո, ծնվել է։ Ցրծամը հենց այդ բանում են տալիս, այդ կղզում են տալիս, գալիս են մի տարի անցել է։ Այո, լավ չի, հա։ Եվ վերջապես այս տարվա լավագույն կղզիների վարկանշային աղյուսակի եռյակը եզրափակում է Ճամայկա։ Կղզի պետությունը հայտնի է նրանով, որ այնտեղ ամենից շատ են ծնվում զույգ, եռյակ, քառյակ երեխաներ։ Աշխարհի ամենաարագ տղամարդիկ եւ կին վազորդները Ճամայկայից են։ Որովհետև այնտեղ չկան արագաչափեր։ Երևի այն անկախացել է 1962 թվականին, մինչ այդ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ է եղել, իսկ բնակչության 60%-ն աշխատում է սպասարկման ոլորտում։ Երբ որ Ջամայկան անջատվեց Մեծ Բրիտանիայից, Բրիտանիան երևի թե էլի վարկածներ քաշում, որ տարածքային ամբողջականությունը չէր ուզում իր խախտել, բայց ինչպես տեսնում եք, ցիլներս տարածքային ամբողջությունը այնքան է կարևոր բան չի, կարևոր է ժողովուրդը ոնց ուզում ապրել։ Այս երկրի դրոշի գույները մեկնաբանում են այսպես. անկախ դժվարություններից երկիրը կանաչ է, արևը շողում է։ Ջամայկան 4-րդ տեղ է զբաղեցնում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներով բնակեցված երկրների ցանկում։ Դե ինչ Ջամայկա, գովաստ։ Եղանակը տաք, եթերը ուղիղ, գործընկերները հավատարիմ։
Հիշեցնենք մեր հաղորդման հովանավորներին։ Մեր հաղորդման հովանավորն է Բարի խանութ սրահը, որը գտնվում է Բաղրամյան 53 հասցեում։ Բարին առաջարկում է ամենատարբեր ապրանքներ ոչ միայն տնային պայմաններում օգտագործելու, այլ նաև բժշկական հաստատությունների համար։ Խանութում գործում է կանխիկ եւ ապառիկ վաճառք, ինչպես նաև վարձակալություն։ Եղեք բարի, ապրեք առողջ։ Բարի խանութ սրահ, հասցեն Բաղրամյան 53։ Համեցեք եւ գրեք այն, ինչ որ ձեզ անհրաժեշտ է։ Մեր հաղորդման հովանավորն է Իմ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բարձրակարգ բժշկական ծառայություններ, բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում եւ որովայնի 4D սոնոգրաֆիա հաշված րոպեների ընթացքում։ Գործում է էքսպրես լաբորատորիա, իսկ վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտությունը կատարվում է անվճար։ Իմ բժշկական կենտրոն, հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1, հեռախոսահամար 50 80 50, զանգ արեք եւ առողջ եղեք։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը։ Բարի լույս, մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել առողջ դեղատոմսեր եւ այս անգամ մեր ուշադրության կենտրոնում աուտոիմուն քրոնիկ թիրեոիդիտն է իր բոլոր բարդություններով ու հետևանքներով, իսկ մանրամասները Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կարինա Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Նախ մեզ կներկայացնեք այսպիսի բարդ անվանում ունեցող հիվանդությունն ինչ է իրենից ներկայացնում։ Աուտոիմուն քրոնիկ թիրեոիդիտը դա վահանաձև գեղձի հյուսվածքի բորբոքումն է, որը կրում է աուտոիմուն ծագում, այսինքն պայմանավորված է մեր իմուն համակարգի կողմից հակամարմինների առաջացումով, որոնք չեն ճանաչում մեր սեփական գեղձի բջիջները։ Նրանք պայքարում են, գրոհում են, սկսում են բորբոքել եւ ոչնչացնել այդ բջիջները։ Արդյունքում ունենում են գործող բջիջների քանակի քչացում։ Այդ բորբոքման համար ի՞նչն է պատճառ դառնում։ Դա ժառանգաբար տրամադրված խնդիր է, այսինքն մենք մեր գեներում մենք պետք է ԻԾՆ այդ խնդիրը ունենանք, ժառանգում դեպքում չի լինում, չի առաջանում, ոչ։ Մենք տրամադրված ենք լինում այդ հիվանդության համար կամ որոշ գործոններ, որոնք նպաստում են, որ այդ գենը զարթնի եւ հիվանդությունը սկսի զարգանալ։ Հիմնական գործոնները դրանք հարակից շրջանի, օրինակ բերանի խոռոչում, կոկորթում, օրինակ քրոնիկական տոնզիլիտը եւս հանդիսանում է հարակից շրջանի քրոնիկ բորբոքում, ինֆեկցիոն բնույթի իհարկե, որը շատ հաճախ բերում է մեր իմուն համակարգի տատանմանը եւ դրդում է այդ գենը, որ զարթնի եւ սկսեն արտադրվել այդ հակամարմինները, որոնք գրոհում են մեր վահանաձև գեղձի բջիջներին եւ վնասում։ Իսկ մեր տարածաշրջանում այս խնդիրը տարածված խնդիր է համարվում։ Շատ տարածված խնդիր է։ Իրականում օֆիցիալ էպիդեմիոլոգիկ տվյալներ մենք չունենք տարածվածության մասին Հայաստանի վերաբերյալ։ Ընդհանուր ամբողջ աշխարհում մոտ 3-4%-ն է բնակչության գրեթե տառապում այդ ըստ ստատիստիկայի տվյալների, բայց մեր մոտ, մեր երկրում ինքը շատ տարածված խնդիր է եւ նույնիսկ ես կասեի շատ տարածված, քանի որ գրեթե համարյա թե ամեն երկրորդի մոտ այդ խնդիրը կարող ենք Ինչպես ենք զգում, որ ունենք այդ խնդիրը կամ հենց այդ խնդիրն է մեզ մոտ առկա։ Հիվանդի մոտ դրսևորվում է դողով, քրտնարտադրության բարձրացումով, սրտի ռիթմի խանգարումով, հաճախասրտությամբ, քաշի անկումով, փորլուծությամբ, անհանգիստ նյարդային համակարգ, շատ լաց կան են, շատ զգայուն են, ջղայնանում են։ Այնուհետև այս շրջանը անցնում է։ Նույնիսկ եթե ոչինչ չձեռնարկվի։ Տևողությունը շրջանից շրջան անցման ինչքան է։ Տարբեր է, ինդիվիդուալ է։ Մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս կարող է տևել։ Նույնիսկ լինում են դեպքեր, որ քողարկված ընթացք է ունենում, այսինքն տոքսիկ փուլը եղել է եւ հիվանդը չի զգացել դա։ Երբեմն այդպես է լինում։ Օրինակ լինում են ուղղակի նյարդային լարվածության ֆոն, որի վրա ինքը ուշադրություն չի դարձնում, մտածում է ինչ-որ մի պատճառի, ինչ-որ մի ստրես ենք տանում եւ այլն։ Մենք հիմնականում գցում ենք այդ պատճառների վրա եւ կարող ենք նույնիսկ չզգալ։ Եթե թիրեոտոքսիկոզի շրջանում հիվանդը դիմում է բժշկի, օրինակ արտահայտված սրտխփոցների կապակցությամբ, հիմնականում սրտաբաններին իհարկե, եւ սրտաբանի մտքով անցնում է, որ այստեղ կարող է արտասրտային պատճառ լինի եւ պատճառը հենց վանաձև գեղձն է եւ դիմում է էնդոկրինոլոգի, էնդոկրինոլոգը կարող է սիմպտոմատիկ բուժում նշանակելով կարգավորել այդ շրջանը եւ նորից սպասել մինչև էութիրոիդ շրջանը կգա, այսինքն լավացման շրջանը։ Իսկ հնարավոր է լավացման շրջանում այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի հաջորդի վել չկրկնվի բարդացման փուլը։ Դա միանշանակ չէ։ Երբեմն հնարավոր չի լինում։ Երբեմն մենք ասում ենք, որ հսկողությունը ճիշտ եւ ժամանակ առ ժամանակ մի փոքր միջամտությունները բուժական, մենք կարող ենք կանխել հետագա հարաճումը եւ խորացումը, բայց ոչնչացած բջիջները չեն վերականգնվում։ Եթե եղել է դեստրուկցիա, քայքայում բջիջների, նրա երբեք չենք վերականգնի։ Այսինքն քայքայված բջիջը քայքայվում է եւ կորում գնում է։ Մեզ մոտ առաջացած պակասը բջիջների, գործող բջիջների պակասը կմնա մնայուն։ Հետո հաջորդ շրջանը արդեն երրորդ փուլն է, դա հիպոթիրեոիդ փուլը, որի ժամանակ յոդի մակարդակը կտրուկ իջնում է արյան մեջ եւ հիվանդի մոտ դրսևորվում են արդեն անբավարարության նշանները։
Այդ շրջանը կարող է երկարատև մեղմ ընթացք ունենալ եւ լավացումից հետո հիվանդը նույնիսկ չնկատի եւ երկար ժամանակ գանգատներ արտահայտված չունենալով չդիմի բժշկի եւ երկար ժամանակ չբացահայտված լինել։ Այդպիսի բան կլինիկական պրակտիկայում մենք տեսնում ենք, լինում են։ Այդ հետևանքները ինչպիսին կարող են լինել, երբ մենք չենք դիմում բժշկի, թեկուզ գուցե նրա պատճառով, որ գանգատները չենք տեսնում։ Եթե մենք ունենում ենք երկարատև չհսկված հիպոթիրեոզ, մեզ մոտ խանգարվում են նյութափոխանակային բոլոր պրոցեսները, քանի որ յոդի հորմոնները մասնակցում են մեր բոլոր նյութափոխանակային պրոցեսներին։ Խանգարվում է մեզ մոտ խոլեստերինի դուրսբերումը, որը հետագայում պատճառ է հանդիսանում ատերոսկլերոզի հարաճման եւ սիրտանոթային համակարգի հիվանդությունների, զակերակային գերճնշման, սրտի իշեմիկ հիվանդության եւ այլն։ Խանգարվում է կալցի ֆոսֆորային փոխանակությունը, որը ախտահարում է մեր հենաշարժիչ ապարատը, օստեոխոնդրոզ, օստեոարտրոզ եւ իր մնացած բոլոր բարդություններով։ Խանգարվում է աղեստամոքսային տրակտի ֆունկցիա, մեզ մոտ լյարդի ֆունկցիայի խանգարման ֆոնի վրա, աղիների ֆունկցիայի խանգարման ֆոնի վրա առաջանում են փորկապություններ հաճախակի, առաջանում են լեղունների դիսկինեզիա, լեղաքարային, միզաքարային հիվանդություն եւ այլն։ Դրա բարդությունների դրսեւորում է արդեն լինում եւ շատ դեպքում հենց այդ փուլում են հիվանդները դիմում բժշկին։ Այ օրինակ ներկայացնեմ դեպք, երբ որ հիվանդը երկարատև տարիներ տառապելով փորկապություններից դիմում է գաստրոենտերոլոգի մեզ մոտ եւ գաստրոենտերոլոգը իհարկե միշտ փորձում է բացառել աղիքային խնդիրները եւ եթե չի տեսնում աղիքային խնդիրներ, արդեն մտածում է այլ օրգան համակարգերի մասին պատճառը գտնել փորկապությունների։ Օգտվելով այն առիթից, որ մեր բժշկական կենտրոնը տրամադրում է այնպիսի հնարավորություն, որ ցանկացածը կարող է անվճար անցնել Վանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը, առաջարկում է հիվանդին ուղղակի անցնել այդ հետազոտությունը եւ տեսնենք նա կապված է Վանաձև գեղձի հետ թե չէ։ Եվ հայտնաբերվեց աուտոիմուն քրոնիկ թիրոիդիտ այդ հիվանդի մոտ, որից հետո նա ուղղորդվեց իհարկե էնդոկրինոլոգի մոտ եւ էնդոկրինոլոգը կարգավորելով հիպոթիրեոզը, տալով փոխարինող թերապիա, աղիքների ֆունկցիան կարգավորվեց որպես հետևանք։ Ինչ է պետք անել այդ հիվանդության ընթացքում առհասարակ եւ մասնավորապես սրացումների ընթացքում կան ինչ-որ խորհուրդներ, որ պետք է հետևել ու հիմա կխնդրեի ասեք։ Կան որոշ վնասական գործոններ, որոնք իհարկե շատ ավելի խթանում եւ ավելի խորացնում են խնդիրը։ Օրինակ, ծխախոտի օգտագործումը։ Ծխախոտը բացառվում է, եթե մենք ունենք հիվանդ վահանաձև գեղձ, ծխախոտի օգտագործումը անգամ пассив ծխող լինելը կարող է խորացնել վահանաձև գեղձի խնդիրը։ Բավականին հաճախ օգտագործվող արևայրուքները եւս կարող են խորացնել ուլտրամանուշակագույն ճառագայթները իհարկե շատ վատ են անդրադառնում մեր վահանաձև գեղձի հյուսվածքի վրա։ Որոշ էլեկտրոֆիզիոլոգիական միջամտություններ, երբեմն ունենալով օստեոխոնդրոզ, հատկապես պարանոցային հատվածի հիվանդները դիմում են ռեֆլեքսոթերապևտներին եւ այլն, որոնք նշանակում են էլեկտրոֆիզիոլոգիական միջամտություններ ողնաշարի օստեոխոնդրոզի կապակցությամբ, բայց չհետազոտելով վահանաձև գեղձը, չիմանալով, որ այն խնդիր ունի, անց են կացնում այդ պրոցեդուրան եւ պրոցեսը ավելի խորանում է։ Շնորհակալություն, հետևեք մեր տեղատոմսերին, առաջիկայում մենք կրկին կհանդիպենք, բայց արդեն ժողովրդական խորհուրդներով։ Խոսենք 20-րդ դարի այլանդակությունների մասին, բացի հայոց ցեղասպանությունից, նաև եղել է Հոլոկոստ։ Հոլոկոստի մասին, այո, այդ արյունալի իրադարձությունը թվագրվում է 1933-ից 1945 թվականները։ Այդ տարիներին ոչնչացվել է հրեաների 1/3-ը։ Հոլոկոստի հերքումը ապօրինի է աշխարհի 17 երկրում, այդ թվում Գերմանիայում եւ Ավստրիայում։ Գերմանական Leica ընկերությունը, որը մասնագիտանում էր լուսանկարչական տեխնիկայի արտադրության մեջ, հարյուրավոր հրեաների օգնել է փախչել Գերմանիայից։ Վերջիններին ձևակերպում էին իբրև ընկերության բարձրակարգ մասնագետներ, ովքեր գործողում էին աշխարհի տարբեր երկրներ կարևոր առաջադրանքներով։ Իդեպ Զիգմունդ Ֆրոյդի 4 քույրերը զոհվել են այդ արյունոտ տարիներին նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Վիճակագրությունը փաստում է, որ Հոլոկոստի զոհերի ճնշող մեծամասնությունը կանայք են եղել։ Հրեա կանանց ու երեխաներին անմիջապես էին ուղարկում գազախցիկներ, քանի որ նրանք անպետք ու աղմկոտ էին համարվում, ինչը խանգարում էր մահվան ճամբարի արդյունավետ աշխատանքին։ Պատմությունը վկայում է, որ մինչ Հոլոկոստը Հիտլերը հնարավորություն է տվել ԱՄՆ-ի եւ Անգլիայի կառավարություններին ընդունել հրեա փախստականներին, սակայն տվյալ երկրները հրաժարվել են։ Հոլոկոստի մասին Ալֆրեդ Հիչկոկի վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել էր 1945 թվականին, առաջին անգամ ցուցադրվել է միայն դրանից 39 տարի անց։ Եվ զարմանալի է, որ Իսրայելը մինչև հիմա չի ընդունել
հայոց ցեղասպանությունը, չէ՞ որ իրենք էլ են անցել այդ սարսափելի ճանապարհը, բայց ես կարծում եմ դա ընդամենը ժամանակի խնդիր է եւ որովհետեւ հրյա ժողովուրդը բավականին, ասենք, տեղեկացված է եւ ընդունում է գիտի ուղղակի դա կարելի է ասել քաղաքական մի խնդիր է, զզվելի մի խաղ, որը իհարկե մենք հաղթահարենք։ Ստանա իր լուծումը։ Թե ինչ ֆիլմերում եւ ինչպես է մինչ օրս ներկայացվել այդ թեման կպատմի մեր հաջորդ տեսանյութը։ Այս մարդու դեմքը ձեզ երևի ոչինչ չի ասում։ Բայց ահա այս հնչյունները ծանոթ են գրեթե բոլորին։ Հենց այսպես է սկսվում մեր սիրելի ֆիլմերի մեծ մասը։ Այնուամենայնիվ ծանոթացեք նրա հետ։ Լուիս Մեյեր, նա ծագումով հրեա է եւ հիմնել է Հոլիվուդի ամենամեծ կինոստուդիաներից մեկը, այնպես ինչպես Բարի Մեյեր, հրեա, Warner Brothers ընկերության նախագահ։ 1923 թվականին ստեղծված ստուդիան հիմնել են Լեհաստանից գաղթած հրեա 4 եղբայրները՝ Սամուիլ, Հարի, Ալբերտ, Ջեք Ուարներները։ Նրանց է պատկանում նաև ԱՄՆ-ում բացված 530 կինոթատրոնների ցանցը։ Բարնի Բալաբան, հրեա, Paramount Pictures-ի նախագահ։ Ռոն Մեյեր, հրեա, Universal Pictures-ի նախագահ։ Հարի Քոն, հրեա, Columbia Pictures-ի հիմնադիր։ Երազանքների քաղաք Հոլիվուդի երկրորդ անունը շատերն անվանում են աշխարհի ամենահրեական քաղաք։ Չարլի Չապլին, Դասթին Հոֆման, Ռոուեն Աթքինսոն կամ Միստր Բին։ Հոլիվուդյան աստղերի ցանկում ավելի հեշտ է թվարկել նրանց, ովքեր հրեա չեն։ Հոլոքոստից առաջ եւ հետո հենց ներգաղթյալ հրեաները պիտի կառուցեին ամերիկյան կինոարդյունաբերությունը։ Ծագումով հրեա դերասաններից շատերին բախտ պիտի վիճակվեր նաև մարմնավորել հոլոքոստ ապրած նախնիներին։ Դաշնակահարը, որը 3 Օսկարի արժանացավ, Շինդլերի ցուցակը, Գծավոր պիժամայով տղան, Ընթերցողը։ Հրեաներն իրենց ազգի ողբերգությունը մեկ անգամ չէ, որ օգտագործել են միլիոններ վաստակելու եւ հոլոքոստ բառը որքան հնարավոր է հաճախ շրջանառելու մեջ։ Հրեական թեման տարիների ընթացքում պիտի ամրապնդեր իր դիրքերը հոլիվուդյան անծայրածիր կինոկայսրությունում։ Եվ եթե անգամ ռեժիսորները ֆիլմերում ուղղակիորեն չեն պատմում հոլոքոստի մասին, ապա հաճախ ֆիլմերի հերոսներին պարզապես հրեական ծագում են վերագրում։ Ես միշտ խուսափել եմ մարմնավորել հրեա կնոջ, չնայած որ ամեն ամիս այդ թեմայով ինձ ամենակիչը 20 սցենար են ուղարկում։ Զգացմունքների ու կինոյի լեզվով 20-րդ դարի կեսերին կատարվածն ու 6 միլիոն հրեաների մահը շարունակում է մնալ հոլիվուդյան կինոարտադրության չսպառվող թեմաներից մեկը։ Գերմանիայի ներողությունից տարիներ անց հրեական հոլոքոստի մասին անձնական հուշերը Հոլիվուդի շնորհիվ դառնում են համամարտկային։ Մայրիկ, Արարատ, Արտույտների ագարակը, հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի մեծ մասը որպես կանոն եվրոպական արտադրության են։ Գրեթե ամեն տարի տարածվում են լուրեր, թե ամերիկացի այս կամ այն ռեժիսորը պատրաստվում է եղեռնի մասին ֆիլմ նկարահանել։ Դերասանների ցանկում նշվում են Հոլիվուդի հայտնի աստղեր, բայց ֆիլմերի պրեմիերաներն այդպես էլ չեն լինում։ Նույն Սփիլբերգը, որ ասում էին, թե հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանելու, ծագումով հրեա է։ Նրա Շինդլերի ցուցակը, որն արդեն 22 տարեկան է, ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկն է եղել։ 1993 թվականին Սփիլբերգը ֆիլմից ստացված գումարի մեծ մասով ֆոնդ է հիմնել, որը ֆինանսավորում էր հրեա համայնքի կրթության հարցերը։ Շինդլերի ցուցակ ֆիլմի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը տեսնելով ֆիլմի վերջնական տարբերակը այնքան է հուզվել, որ դուրս է եկել սենյակից, հետո հետ է եկել ու ասել. «Դուք ավելի լավ կոմպոզիտորի էիք արժանի»։ Սփիլբերգը պատասխանել է. «Ես գիտեմ, բայց նրանք բոլորն արդեն մահացել են»։ Նելի Մովսիսյան, Առավոտը շանթում։ Այս պահին կարճատև գովազդ, որից հետո ցեղասպանության թեման կշարունակենք մեր հյուրի հետ։ 1894-ից 1923 թվականներին թուրքական կառավարության կողմից կատարվել է հայոց ցեղասպանություն։ Զանգվածային տեղահանությանը ենթարկվել եւ բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Արդյունքում սպանվել է մոտ 1.5 միլիոն հայ։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոնստանդնուպոլսում ձերբակալվել են 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցել է 800-ը։ Նրանք բոլորը սպանվել են թուրք
ոչրագործների կողմից եւ հենց այդ օրը Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում նշվում է որպես մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այս կիրակի կլրանա մեր պատմության այդ ողբերգական էջի 101-րդ տարելիցը։ Ինչ ձեռքբերումներ ունենք մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչման դաշտում եւ էլ ինչ կարելի է ակնկալել աշխարհից եւ ցեղասպանություն իրագործած մեր հարևանից, կփորձենք պարզել մեր հյուրի հետ, ով պատմաբան, ցեղասպանագետ Արմեն Մարուքյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան։ Բարև, պարոն Մարուքյան։ Վերջապես, այո, ինչ ձեռքբերումներ ունենք, հա, այդ հարցում։ Եկեք մի փոքր դրա մասին 101 տարին եթե տեսեք, իսկապես մոտենում է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 101-րդ տարելիցը եւ իսկապես անդրաժեշտություն կա վերարժևորելու, հասկանալու թե ինչ տեղի ունեցավ 100-րդ տարելիցին։ Տասնամյակներ շարունակ մեր ժողովուրդը պայքարում էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, բայց սա ինքնանպատակ չէր եւ մենք տեսանք, որ Թուրքիայի Հանրապետության վրա չի ազդում այդ բազմաթիվ բանաձևերը, որ ընդունվում են տարբեր խորհրդարանների կողմից, եւ ահա 100-րդ տարելիցի կարևոր ձեռքբերումը իմ կարծիքով այն էր, որ մենք ռազմավարական շեշտադրման փոփոխություն կատարեցինք։ Դա տեղի ունեցավ 2015 թվականի հունվարի 29-ի համահայկական հռչակագրի ընդունումով։ Այնտեղ հստակորեն նշվում էր, որ համայն հայությունը, հայկական երկու պետությունները, Սփյուռքը այսուհետ պայքարելու են ոչ միայն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար, այլ նաև այդ հանցագործության հետևանքների հաղթահարման համար։ Այս կարևոր շեշտադրման փոփոխությունը, որը դիվանագիտական ձևակերպում է ստացել, ըստ էության նույն հատուցման կամ պահանջատիրության խնդրի առաջադրումն է։ Ընդ որում նաև որոշակի կոնկրետացում կար, թե ինչպես է պատկերացում այդ հետևանքների հաղթահարումը։ Ուրեմն տեսեք, հենց հռչակագրում նշված է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն թղթածրարի ստեղծման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել 3 մակարդակներում՝ համազգային, համայնքային եւ անհատական մակարդակներում հայերի ունեցած կորուստները, որոնք տարաբնույթ են եւ այդ հանցագործության հետևանքների հաղթահարման ուղղությամբ։ Մեր կարծիքով հայոց ցեղասպանության հետևանքները առհասարակ կարելի է բաժանել 5 հիմնական խմբերի։ Առաջին գլխավոր կորուստը անշուշտ հայրենազրկումն է եւ դա էր նաեւ գլխավոր շարժառիթը, որ թուրքական իշխանությունը, ինչպես դուք արդեն նշեցիք, հետեւողականորեն իրականացնում էին այս քաղաքականությունը։ Անկախ նրանից դա Աբդուլ Համիդի վարչակարգն էր, երիտթուրքերի թե Մուստաֆա Քեմալի, այս քաղաքականությունը այսպես ժառանգաբար շարունակվել է եւ այսօր էլ ենք մենք տեսնում այդ քաղաքականության որոշակի դրսեւորումներ։ Երկրորդը դա ուրեմն մարդկային կորուստներն են, որոնք դուք նշեցիք, 1.5 միլիոն, բայց 1.5 միլիոնը ավելի շատ փոխկապակցված է Մեծ Եղեռնի հետ։ Աբդուլ Համիդյան շրջանում կոտորածների թիվը հաշվում է մոտ 300,000, Կիլիկիահայության եւ Ադանայի հայերի կոտորածը 1909 թվականին մոտ 30,000, այսինքն եթե գումարում ենք այս թիվը շատ ավելի է մեծանում, քան Մեծ Եղեռնի ժամանակ մեր ժողովրդի ունեցած կորուստները։ Երրորդը դա նյութական կորուստներն են, որովհետև ցեղասպանությանը զուգահեռ իրականացվել է հայերի ունեցվածքի զանգվածային բռնազավթման քաղաքականություն եւ առանց այլևայլության մենք կարող ենք այսօր արձանագրել, որ Թուրքիայի Հանրապետության տնտեսությունը այսօր զարգանում է նաև հայերից բռնազավթված ունեցվածքի, նրանց գույքի, նրանց ուրեմն ամբողջ այդ կալվածքների հաշվին։ Սա ակնհայտ փաստ է եւ կան բազմաթիվ նաև թուրքերի վկայություններ, որոնք հաստատում են ասվածը։ Անշուշտ նաև պատմամշակութային ժառանգության կորուստը, մեր եկեղեցիների, մեր քաղաքների, մեր անգամ ուրեմն խաչքարերի ոչնչացումը, որով նպատակ է հետապնդվում սրբել, ջնջել մեր պատմական հայրենիքից ամենը, ինչ որ հիշեցնում է հայության մասին, որովհետև սա ուրեմն այդ հայրենիքի իրական տիրոջ մասին վկայող ապացույցներ են եւ պլանային ձևով այս քաղաքականությունը ոչ միայն այդ շրջանում, այլ նաեւ այսօրվա իշխանությունները ուրեմն հետեւողաբար իրականացնում են եւ նաեւ հոգեբանական խնդիրները, որովհետև ցեղասպանության հետևանքով մեր ժողովուրդը ձեռք բերեց բազմաթիվ այսպես կոմպլեքսներ, բարդույթներ, վախեր նաև, որ կարող է դա մի օր կրկնվել, որ մենք հեռանկար չունենք, նաև օտարամոլության այդ ձգտումները շատ հաճախ պայմանավորված են սրանով, բայց փառք Աստծո, որ աստիճանաբար կարծես թե մենք ձեռբազատվել ենք այդ բարդույթային վիճակից եւ վեր ենք ածում արդեն պահանջատեր, այո, ընթացքում է ձեռբազատվելու process։ Մի հարց եմ հետաքրքրել։ Ներողություն, ես հարցը շարունակեմ, որովհետև 100-րդ տարելիցի սա ամենակարևոր ձեռքբերումն է ըստ իս, եւ ասեմ, որ տեսեք, թուրքերը միշտ ասում էին հետեւյալը, որ եթե մենք կարողանանք դիմագրավել
2015 թվականի ապրիլի 24-ին, որը համարում են հայկական ցունամի։ Դրանից հետո ուրեմն շարժը մարելու է եւ ամեն ինչ կմոռացվի, այսպես կանցնի կգնա, բայց ուրեմն թուրքերին մատուցվեց շատ հետաքրքիր անակնկալ, խոսքը վերաբերում է Մեծի Տանն կաթողիկոս Արամ Վեհափառի հայցին, Սսի կաթողիկոսության կալվածների վերադարձի պահանջով, որը տեղի ունեցավ ապրիլի 24-ից 4 օր անց։ Այսինքն սա այն փաստն էր, որը ուղղակիորեն բխում էր այս հռչակագրի բովանդակությունից, որ համազգային, համայնքային եւ անհատական։ Հիմա տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցու այս նվիրապետական աթոռը պահանջ ներկայացրեց, որ ես պահանջում եմ ցեղասպանության հետևանքով իմ կորցրած կալվածքները, որովհետև դա պատկանել է հայ ժողովրդին, նվիրապետական աթոռին, պահանջում ենք դա հետ վերադարձնել։ Եվ այսօր հայցը գտնվում է Թուրքիայի Հանրապետության սահմանադրական դատարանում։ Իդեպ սա լուրջ գլխացավանք է, որովհետև մերժելու դեպքում հայցը արդեն գործը դուրս է գալի Թուրքիայի Հանրապետության ուրեմն իրավասությունից եւ տեղափոխվել է մարդու իրավունքների եվրոպական դատարան, այն նույն դատարան, որը Փերինչեկի գործով այսպես երկիմաստ դատավճիռ կայացրեց։ Ասեմ, որ նաեւ Թուրքիայի ջղաձիգ պահվածքն էր շատ հետաքրքիր, կապված հատկապես ապրիլի 12-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս Ֆրանցիսկոսի ուրեմն պատարագի ժամանակ հնչեցրած այն կարծիքի, որ հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, նա սպառնաց ուրեմն Հռոմի Պապին, որ այլևս չկրկնի նման բան, բայց սա ճիշտ հակառակ էֆեկտ ունեցավ Թուրքիայի համար։ Նորանոր եվրոպական երկրներ ճանաչեցին ցեղասպանությունը, խոսքը Չեխիայի, Ավստրիայի։ Ամեն եթե չի եղել, ինչի չկրկնի, թող կրկնի էլի։ Ուրեմն Չեխիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի եւ նաեւ Բրազիլիայի կողմից ընդունվեցին նման բանաձևեր, Գերմանիայի Դաշնության նախագահը մայր տաճարում Բերլինի Յոախիմ Գաուկը նույնպես կրկնեց ուրեմն Հռոմի Պապի խոսքը կրկին անվանելով, որ դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Մեր երկիրը նաև հետարքիր մի նախաձեռնությամբ հանդես եկավ, դա այն էր, որ դեկտեմբերի 9-ը ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուրեմն ՄԱԿ-ի կոնվենցիա եւ դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը ուրեմն առաջարկեցինք, որ հռչակվի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց այդ բանաձևը։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է, որ Հայաստանի նախաձեռնությունը, որը գիտեք, որ մինչև ապրիլի 24-ը գլոբալ ֆորումի շրջանակներում հայտարարվեց, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ որդեգրելու է մի ուղենիշ, որ ստանձնելու է ցեղասպանությունների դեմ պայքարի այդ գործը։ Եվ սա կարելի է համարել նման հաջողություններից մեկը։ Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, դա այն էր, որ մեր խորհրդարանը ի վերջո ընդունեց բանաձև Օսմանյան կայսրության կողմից այլ ժողովուրդների ցեղասպանության մասին։ Խոսքը վերաբերում է ասորիների եւ հույների ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտման, ինչը կարծում եմ շատ կարեւոր է։ Ինչու՞։ Որովհետեւ մեր լոբիստները միշտ համագործակցելով այս համայնքների հետ հասել են բազմաթիվ հաջողությունների եւ ասեն, որ նրանք միշտ սատարում էին մեր նախաձեռնությունները։ Եվ ակամայից խնդիր էր առաջանում, որ ինչու Հայաստանը չի ճանաչում այս ժողովուրդների ցեղասպանությունը, որը տեղի ունեցել հայոց ցեղասպանության զուգահեռ։ Եվ այս թյուրիմացությունը հարթելու նաեւ շատ հետաքրքիր հանգամանք էր, որ երկու հունական պետություններ ճանաչել ու դատապարտել էին Հունաստանի Հանրապետությունը, Կիպրոսի Հանրապետությունը։ Ասեմ ավելին, այդ երկու երկրները ընդունել են նաև օրենքներ, որոնցով քրեականացվում է հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ սա կարծես թե այսպես փոքր ժեստ էր, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո կատարեց, կարծում եմ սա ավելի կնպաստի այդ միասնական ճակատի Թուրքիայի դեմ պայքարելու այդ ժողովուրդների իրավունքների վերականգնման առումով։ Կարծում եմ արդյունքներ որոշակի կան, բայց ավելի շատ սրանք քարոզչական մակարդակի վրա են, ինչպես տեսնում ենք, եւ մեզնից է կախված այս քարոզչական առավելությունը, որ մենք ստացանք Թուրքիայի նկատմամբ, որովհետև ինքը բազմամիլիարդներ անընդհատ այս ժխտողական քաղաքականության վրա ծախսում, ինչպես մենք կօգտագործենք այս քարոզչական ռեսուրսը։ Եթե մենք կփորձենք դա պրակտիկացնել, գործնական դաշտ տեղափոխել, դա կլինի ավելի արդյունավետ։ Շատ լավ։ Ինձ միշտ հետաքրքրել է այն բանը, որ թուրք դիվանագետները առաջարկել են, դե եկեք հանենք մեր բոլոր ունեցած փաստաթղթերը,
եւ տեսենք դա ցեղասպանություն է թե ոչ, հրապարակայնացնենք, վիճենք, տեղափոխենք այսպես պատմական դաշտ, հա։ Մերոնք իհարկե հրաժարվեցին այդ ամենին։ Կարող եք բացատրել ինչու են հրաժարվել եւ եթե իրականում մենք ունենք այդ բոլոր փաստարկները, աշխարհում այդ փաստարկները կան, ինչու հրաժարվեցին այդ դիսկուսիայից։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց եք տալիս։ Իրականում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքերի առաջարկը սա ծուղակ է։ Ինչու՞։ Որովհետև որքան էլ մենք բերենք արխիվներ, նույն թուրքական, ասենք, ռազմական տրիբունալների նյութերը, որոնցով ի դեպ 1919 թվականի հուլիսի 5-ին դատավճռով մահվան են դատապարտվել հեռակակարգով հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները՝ Թալյաթ Էնվերը, Ջեմալը, դոկտոր Նազիմը, Բեայդին, Շաքիրը եւ մյուսներ։ Այսինքն այս փաստաթուղթը արդեն իսկ խոսում է այն մասին, որ անգամ թուրքական արխիվային վավերագրերը, փաստաթղթերը խոսում են ցեղասպանության եղելության մասին, որովհետեւ երբ որ համեմատում ենք այս նյութերը ՄԱԿ-ի կոնվենցիայի հանցակազմի չափորոշիչների, տեսնում եք, որ նույն բանն է։ Բնականաբար 19 թվականին գենոցիդ եզրույթը չէր շրջանառվել, դա տեղի ունեցավ հրեա Ռաֆայել Լեմկինի կողմից 44 թվականին, բայց հանցակազմի իմաստով խոսքը նույն հանցագործության մասին է, կանխամտածված զանգվածային։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք սկսենք նման բանավեճի մեջ մտնել, իրենք անընդհատ բերելու ենք ժխտողական թեզերը, որ դա ցեղասպանություն չի, որ տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում եւ բացի հայրից տուժել են նաև թուրքերը, բայց այստեղ կարևոր խնդիր կա, որ թուրքերը տուժել են զենքը ձեռքին կռվելիս ռուսական բանակի, բրիտանական բանա, մերոնք, ասենք, զոհվել են խաղաղ բնակիչները, որոնք զենք չէին կրում եւ դա պլանավորված քաղաքականություն է։ Բայց ինչքան էլ որ մենք փորձենք մեր փաստարկները ներկայացնել, մեկ է իրենք ժխտողական թեզերը բերելու են։ Եվ արդյունքում իմիտացիա է ստեղծվելու բանավեճի, որը ոչինչի չի հանգեցնելու։ Այսինքն մենք բերելու ենք մեր փաստարկները, նրանք բերելու են իրենց փաստարկները։ Բայց մենք ու իրենք չենք։ Վատիկանը նույնպես ներկայացրել էր, չէ՞, նոր փաստեր արխիվային։ Բոլոր երկրների արխիվները բաց են եւ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիան է հրապարակել իր փաստաթղթերը, Ավստրիայի փաստաթղթերն են, բոլոր փաստաթղթերով ապացուցում է այդ եղելությունը։ Ինչ վերաբերում է թուրքական արխիվներին, ապա խիստ կասկածելի է մասնավորապես ռազմական իրենց նախարարության արխիվի տվյալների հանգամանքը, որովհետև կան տվյալներ, որ 3-ից 4 անգամ մաքրազերծվել են այդ արխիվները։ Այսինքն բնական է, որ նրանք ի հայտ են բերելու փաստաթղթեր, որոնք արդեն այնտեղից մաքրված հանված է ցեղասպանության կամ հայերի զանգվածային սպանությունների մասին հիշատակումները։ Որպեսզի ավելի հստակ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Տեսեք, 2001 թվականին ստեղծվեց թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողով, չգիտեմ, պետք է որ հիշեք այդ մասին, որտեղ ընդգրկվել էին նախկին պաշտոնյաներ, թե հայկական կողմից, թե թուրքական, արտգործ նախարարներ, համալսարանների ռեկտորներ, նախկին գեներալներ թուրքական կողմից, մեր կողմից էլ նախկին դեսպաններ եւ այլ եւ այլ։ Եվ հայտարարում էր, որ ցեղասպանության հարցը չի քննարկվել, բայց իրականում գլխավոր հարցը, որ քննարկում էր, հենց հայոց ցեղասպանության հարցն էր։ Եվ այս բանավեճ կոչվածի արդյունքում ինչ ունեցանք մենք 2001-ից 3 թվականները, երբ որ այս տխրարչակ հանձնաժողովը գործեց, բազմաթիվ երկրներում, որտեղ օրակարգում խորհրդարանների կար նախագիծ ցեղասպանությունը ճանաչել, հանեցին օրակարգից։ Հղում կատարելով այդ հանձնաժողովին, որ տեսեք, երկխոսություն է, թող խոսեն, տեսնենք ինչ կստացվի, հիմա նպատակահարմար չի։ Նկատի ունեցեք, որ նույն Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո էլի այդ սառեցումը գնաց։ Բացառությամբ, ասենք, Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձևի եւ Միացյալ Նահանգներում կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի մեկ ձայնի տարբերությամբ ընդունված բանաձևի, որը էլի չմտավ կոնգրեսի օրակարգ, մենք ոչ մի ձեռքբերում չունենք ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, մինչև մենք սառեցրեցին գործընթացը եւ արձանագրությունը հետ կանչեցին։ Այսինքն Թուրքիայի այս ծուղակը, որի մասին ասում, նպատակ ունի խնդիրը տեղափոխել զուտ ակադեմիական քննարկումների դաշտ եւ դրանով կանխել միջազգային ճանաչման, այո, եւ ասենք հատուցման խնդիրը եւ այսինքն այս իմաստով մտնել բանավեճի մեջ անհեռանկար է ու անիմաստ, որովհետեւ մենք անիմաստ ռեսուրսներ ենք վատնելու, ժամանակ ենք կորցնելու, որ ամենաթանկն է ըստ էության մեզ համար, սրանից շահելու է միանշանակ միայն թուրքական կողմը։ Բարի, այս պահին կարճատև գովազդ, որից հետո զրույցը կշարունակենք։
Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոш գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Որոգայթ, հայկական գեղարվեստական ֆիլմ հոլիվուդյան կանոններով։ Որոգայթ գեղարվեստական ֆիլմը շարունակում է մնալ մեծ էկրանին, Հայաստանում, Միացյալ Նահանգներում։ Նոր խոսք, նոր դեմքեր, նոր ընկալում։ Շատ ոգևորիչ ֆիլմ է, շատ լավն է, շատ տպավորված է։ Տպավորությունը երում է։ Շատ հավանել ենք, շատ տպավորված ենք։ Տպավորություններս շատ վառ են, որովհետև սպասումներս էլ էին մեծ։ Անգամ ես լաց եղամ։ Պրոֆեսիոնալ ֆիլմ, իրոք շատ պրոֆեսիոնալ էր ամեն ինչ արած։ Ազդեցիկ ֆիլմ էր։ Բավականին տպավորված եմ։ Շատ լավ կինո էր, բոլորին մաղթում գանդիտեն անպայման։ Որոգայթ, մայրաքաղաքի կինոթատրոններում։ Նորից բարի լույս, հիշեցնեմ մեր հյուրն է պատմաբան ցեղասպանագետ Արմեն Մարուքյանը։ Պարոն Մարուքյան, ինչ է առհասարակ մեզ տալիս առանձին երկրների ցեղասպանության ընդունումը եւ ինչու ենք մենք միշտ սպասում հենց ԱՄՆ-ում, երբ նախագահը պետք է դառնա, նախընտրական քարոզարշավում խոստանում են, որ կասեն այդ բառը, գալիս է այդ օրը նորից չեն ասում։ Տեսեք, ընդհանուր առմամբ իսկապես սխալ տպավորություն կարող է ստեղծվել, որ մենք կոլեկցիա ենք հավաքում բանաձևերի։ Իրականում եւ ասենք երբեմն հարց են տալիս, քանի պետություն պետք է ճանաչի, որ այդ հարցը։ Խնդիրը ոչ թե այլ երկրների ընդունելու մասին է։ Խնդիրն այն է, որ մենք հասնենք նրան կամ պարտադրենք, որ Թուրքիան ինքը համակերպվի այդ իրողության հետ։ Իդեպ ես արդեն հիշատակեցի 1919 թվականի հուլիսի 5-ի այդ դատավճիռը։ Այդ դատարանը իդեպ ասեմ, որ ստեղծվել էր ուրեմն Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ 6-րդ Վահեդդինի հատուկ հրամանագրով։ Եվ այդ դատական մարմինը ըստ էության դրանց այդ հանցագործներին մահվան դատապարտելով ըստ էության ճանաչել է հայոց ցեղասպանությունը, որովհետև ճանաչումը կարող է տեղի ունենալ պետության իշխանության որևէ մարմնի կողմից, պարտադիր չի, որ դա խորհրդարանի բանաձև լինի, դա կարող է լինել կառավարության հայտարարություն, դա կարող է լինել դատական ակտի միջոցով։ Տվյալ դեպքում մենք դատական իշխանության կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հետ գործ ունենք։ Այն ինչ որ հիմա անում է Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ, նա ոչ թե ժխտում է ցեղասպանություն, նա փորձում է ժխտել իր ճանաչումը 1919 թվականի հուլիսի 5-ի այդ դատավճիռը, որովհետև մենք տեսեք, այս առումով մեր քարոզչական աշխատանքում սխալ ենք թույլ տալիս, երբ որ ասում ենք մենք պայքարում ենք Թուրքիայի կողմից ճանաչման համար, մենք պայքարում ենք նրա համար, որ այդ դատական ակտը կրկին վերահաստատվի եւ ասենք այդ ժխտողականությունը վերանա։ Իսկ ինչի է եղել այդ դատական ակտը։ Թուրքիան ինչի է ինքը ընդունել։ Ինչու է ընդունել, որովհետեւ 1918 թվականին, երբ որ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց առաջին համաշխարհային պատերազմում, Փարիզի խաղաղության վեհաժողովում քննարկվում էր նաեւ միջազգային ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը, որը պետք է զբաղվեր պատերազմական հանցագործների, այդ թվում Գերմանիայի կայսրի, ուրեմն կատարած հանցագործը, որը ինքն էր սանձազերծել պատերազմը, այդ թվում նաև Օսմանյան կայսրության ռազմական կառավարության անդամների դատավարությունը։ Իսկ սա ինչ էր նշանակում։ Պատկերացրեք, եթե այն ինչ որ տեղի ունեցավ նացիստների հետ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, տեղի ուներ 19-20 թվականներին, սա հանգեցնելու էր ոնց որ հանգեցրեց գերմանական պետության ի վերջո թուլացման, ասենք նսեմացման եւ այլ, հանգեցնելու էր նաև Օսմանյան կայսրության պատասխանատվության։ Սրանից խուսափելու համար իրենք փորձեցին իմիտացիա ստեղծել եւ ցույց տալ, որ տեսեք, մենք ենք դատապարտում մեր հանցագործներին, հետեւաբար միջազգային տրիբունալում նրանց հարցը քննելու անհրաժեշտություն չկա։ Ու թեև տերությունները միշտ ասում էին, որ մենք չենք վստահում ձեր դատարաններին, դադարեցրեք այդ դատավարությունը, իրենք միջև այդ շարունակեցին, իհարկե նախապես թույլ տալով, որ այս անձինք գլխավոր կազմակերպիչները գերմանական ռազմանավով հեռանան Սևաստոպոլ, հետագայում Բերլին, հետագայում մենք գիտենք, որ այս հանցագործների մահվան դատավճիռները ի կատար ածեցին մեր վրիժառուները։
Սողոմոն Թելերյան, Աշխարհ Շիրակյան եւ այլն։ Այսինքն տեսնելով որ Թուրքիան որպես պետություն ինքը ձևականորեն դատապարտեց հանցագործներին, որևէ մտադրություն չունենալով կյանքի կոչել այդ դատավճիռները, մերոնք սկսեցին կյանքի կոչել այդ դատավճիռները։ Իդեպ ասեմ, որ սա էր կարևոր հանգամանքը, որ գերմանական դատարանը ազատ արձակեց Սողոմոն Թելերյանին, որովհետեւ դատապաշտպանները ասում են, որ ինչ արել էս մարդը։ Ի կատար է ածել Թուրքիայի ռազմական տրիբունալի ուրեմն օրինական ուժի մեջ մտած վճիռը Թալյատի նկատմամբ։ Ինքը խուսափել է արտարադատությունից, նա միջազգային հանցագործ է, պատերազմական հանցագործ, կեղծ փաստաթղթերով բնակվում էր Բերլինում, հիմա Թելերյանը հայտնաբերել վնասազերծել է։ Եվ այս փաստը կարևոր հանգամանք եղավ, որ նրան ազատեն հենց դատարանի դահլիճից։ Ինչ վերաբերում է ուրեմն մյուս հանգամանքներին, կապված Միացյալ Նահանգների հետ դուք նշեցիք, տեսեք, մեր լոբիստական աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ ի վերջո բոլոր այն բանաձևերը, որոնք շրջանառվում են կոնգրեսում, օրակարգից հանվում են ոչ թե օրենսդիրների պահանջով, այլ գործադիր իշխանության մարմինների պահանջով։ Տարբեր ժամանակաշրջան, Պենտագոնի պահանջով, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի ստրատեգիական պարտներ է եւ այլ, ուրեմն պետքարտուղարության հիմա ավելի շատ հիմնավորում դա։ Հիմնավորում են, որ այ տեսեք, առաջ ասում են, որ չի եղել ցեղասպանություն, բայց այս վերջի լսումների ժամանակ բոլոր, ասենք, կոնգրեսականները ասում են, որ մենք գիտենք, որ եղել է, բայց քաղաքական առումով նպատակահարմար չէ, որովհետև մենք ունենք ռազմական բազա Ինջիրլիկում, փորձում ենք Թուրքիայի միջոցով մեր ազդեցությունը տարածել, այսինքն զուտ քաղաքական շահերից ելնելով նպատակահարմար չէ ընդունել հայերի ցեղասպանություն, բայց մենք գիտենք, որ դա եղելություն է եւ այլ։ Հիմա այս ամբողջ գործընթացը վկայում է այն մասին, որ մեր լոբիստական կառույցները փոքրինչ պետք է իրենց աշխատանքի վեկտորը տեղափոխեն դեպի գործադիր ուղղություն։ Որովհետև օրենսդիր ըստեյության խնդիր չկա, այդ կոնգրեսականները մեծ հաշվով երբևէ չեն էլ ընդդիմացել եւ կային որոշակի պահեր, որ եթե քվեարկության դրվեր հաստատ կանցներ։ Բայց ասենք պետդեպարտամենտի, Պենտագոնի պահանջով հարցը օրակարգից հանվել է։ Այո, այսինքն մեր լոբիստները այսուհետ պետք է աշխատեն այն ուղեղային կենտրոնների հետ, որոնք նախապատրաստում են սպիտակ տան քաղաքական որոշումները, նույն Պենտագոնի, նույն պետդեպարտամենտի, որպեսզի նրանց մոտ էլ նախատրամադրվածություն լինի։ Ամերիկան էլ ընդունեց, ասենք Ուրեմն տեսեք, Միացյալ Նահանգների կողմից ընդունումը, թեև ես կարծում եմ, որ մենք չպետք է այդքան սրտատրոփ սպասենք Միացյալ Նահանգների այդ նախագահների հայտարարությունը, որտեղ ի վերջո դա իրանց խղճի գործն է։ Բայց եթե սա տեղի ունենա, սա շատ բարենպաստ քաղաքական ֆոն կարող է ստեղծել հարցը իսկապես միջազգային իրավական դաշտ տեղափոխելու համար եւ միջազգային դատարանում հարցի քննության համար, որովհետեւ ՄԱԿ-ի միջազգային դատարանը, որը քննում է այս կարգի գործեր, եւ ասեմ, որ օրինակ ունենք նախադեպ, երբ որ ուրեմն Բոսնիա-Հերցեգովինան դատի տվեց Սերբիային եւ Չեռնոգորիային Սրեբրենիցայում կատարված գենոցիդի համար մահմեդական բնակչության եւ դատարանը վճռեց, որ այո, ուրեմն Հարավսլավիան նախքին մեղավոր է այդ հանցագործության հետ կապված եւ պատասխանատվություն պետք է կրի։ Այսինքն մենք ունենք արդեն նաեւ նախադեպային որոշում, բայց երբ որ 1996 թվական այս որոշումը ընդունում էր, դա քաղաքական պատվել էր։ Միլոշևիչի վարչակարգը տապալելու, Հարավսլավիան փլուզելու եւ այլ եւ այլ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ անգամ այդ դատական ացիանները քաղաքական պատվեր են կատարում։ Եվ Միացյալ Նահանգների նման երկրի կողմից սկզբունքային դիրքորոշման փոփոխությունը այս հարցում կհանգեցնի նրան, որ այլևս այդ դատարանը գոնե օբյեկտիվ կամ անկախ որոշում կկայացնի, եթե մենք հայոց ցեղասպանության գործով հայց ներկայացնենք այդ դատական մարմին։ Եվ թույլ կտան, որ այդ դատարանը, ասենք, պրոֆեսիոնալ որոշում կայացնի, քննելով փաստերը, իրավական նորմեր, ըստ այդմ որոշում կայացնի այդ հարցով։ Թուրքիան ունի աշխարհի երկրորդ բանակը, հա, իր ուժով զարգացած տնտեսություն, մի խոսքով, դա մի մեծ երկիր է։ Արդյոք վտանգավոր չէ մեզ համար դեռ այս մեր կարգավիճակում մխրճվել այդ դաշտ եւ սկսել այսպես բզել, հա, արջին, որ դու հիշում ես ժամանակին ինձ վատ ես վերաբերվել, կոպիտ ասած։ Շնորհակալություն, շատ տարողունակ եւ կարեւոր հարց տվեցիք։ Ուրեմն տեսեք, մեր հասարակության մեջ
իսկապես կա որոշակի, այսպես կարծրատիպային մոտեցում։ Ձեր նշած փաստարկներից ելնելով, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը ունեցող երկիր, համաշխարհային տնտեսության մեջ 16-րդ տեղն է գրավում, Եվրոմիության անդամության տեխնացուի ի վերջո ստրատեգիական կարևոր դիրք ունեցող եւ տարածաշրջանային կարևոր խաղացող, ինքը ուրեմն կարող է զսպել այս զարգացումները եւ ինքը փայլուն հարաբերություններ ունի համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների, օրինակ, չէ՞, ասենք Եվրոմիության, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստան։ Ռուսաստանի դեպքին չեմ անդրադառնա, որովհետեւ այնքան ակնհայտ է արդեն տարածայնությունները, այդ արճակատումը, որը ասենք այն ինչ որ տեղի ունեցավ այդ ինքնաթիռի խոցումը, դա ուրեմն կուլմինացիան էր ուղղակի այդ այսբերգի երևացող կողմներ, որը երկար տարիներ շարունակ այդ երկու երկրների պատմություն եկող փոխադարձ ատելություն է։ Ինչ վերաբերում է Եվրոմիությանը կամ Միացյալ Նահանգներին, մենք ուրեմն Պատմության ինստիտուտի մեր բաժնում այս վերջին ուսումնասիրությունը, որ կատարեցինք, եկանք շատ հետաքրքիր եզրակացությունների, որ իրականում Թուրքիան խորքային տարաձայնություններ ու հակասություններ ունի նաև իր ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգների հետ, նաև Եվրոմիության հետ։ Մի երկու փաստ նշեմ, ուղղակի որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Տեսեք, 2003 թվականին, երբ որ Միացյալ Նահանգները նախապատրաստում էր ռազմական ներխուժումը Իրաք, իրենք դիմեցին Թուրքիայի Հանրապետությանը, որ Ինջիրլիկի ռազմակայանում ուրեմն ցամաքային ուժեր տեղակայվեն, որ այդտեղից կազմակերպվի հարձակումը Բաղդադի վրա։ Թուրքիայի խորհրդարանը ուրեմն քվեարկեց եւ մերժեց ամերիկացիների առաջարկը, չնայած մի քանի միլիարդ ուրեմն գումար էին առաջարկում դրա դիմաց եւ այլ, ինչի էին թուրքերը այդպես մտածում, որովհետեւ իրենց պահանջը, որ թույլ տվեք մենք էլ մտնենք հյուսիսային Իրաք, որը քրդերով բնակեցված էր, որպեսզի նրանք էլ այդ տարածքը վերահսկեն, ուրեմն մերժվեց ամերիկացիների կողմից։ Ինչու՞։ Որովհետեւ քրդերը միակ ուժն էին, որ Իրաքում ունեին ամերիկամետ ուրեմն դիրքորոշում։ Եվ մինչև հիմա, ասենք, այդ հյուսիսային Քուրդիստանի այդ ինքնավարությունը, որ Միացյալ Նահանգների կողմից ստեղծվեց, սա լուրջ մարտահրավեր է Թուրքիային եւ թուրքական կողմը միշտ այս մասին բացասական կարծիք է արտահայտել։ Եվ այն, որ անգամ Անկարան համարձակվեց մերժել Միացյալ Նահանգներին, սա ուրեմն այսպես սառը ցնցուղի նման մի բան էր, եւ սա հանգեցրեց նրան, որ անգամ Պենտագոնում, Սպիտակ տանը սկսեցին վերանայել Թուրքիայի կարգավիճակը Միացյալ Նահանգների համար։ Արդեն միանշանակ չի ընկալվում, որ Թուրքիան ռազմավարական դաշնակից է։ Էլ չեմ խոսում թուրք-իսրայելական հարաբերությունների սրման մասին։ Հիշում եք նավի Մարմարան, այդ նավի գրոհումը եւ այլ, իսկ մենք գիտենք հրեական ազդեցությունը Միացյալ Նահանգներում որքան է։ Այսինքն հրեաները նույնպես աշխատում են այս ուղղությամբ, որ ապացուցեն, որ Թուրքիան այլևս ձեր դաշնակիցը չէ։ Նա այլևս սեփական ամբիցիոզ խաղ է վարում տարածաշրջանում եւ դա վտանգավոր է նաեւ ամերիկյան շահերի համար։ Եվրոմիության հետ կապված արդեն ակնհայտ է, որ այս երկիրը երբեք չի դառնալու Եվրոմիության անդամ, որովհետեւ անընդհատ նորանոր պահանջներ են ներկայացում։ Կիպրոսի խնդիրն է, քրդական խնդիրն է եւ այս երկրի անդամակցությունը Եվրոմիության մեջ կլինի Եվրոմիության վերջը, որովհետև 80 միլիոնանոց մահմեդական բնակչությամբ եվրոպական արժեքներ չդավանող երկրի մուտքը կնշանակի ամբողջ այդ համակարգի փլուզումը, Թուրքիան կդառնա ազդեցիկ երկիր, որը կազդի Եվրոմիության կայացվող որոշումների վրա եւ արդեն այս հանգամանքը, որ թուրքերին անընդհատ հետ են հրում այդ անդամության գործընթացից, սա նույնպես արդեն հանգեցրել է նրան, որ Էրդողանը երբեմն, եթե ուշադրություն դարձնեք, ուղիղ այսպես սպառնալից հայտարարություններ են չեսնում Եվրոմիության հասցեին։ Եվ այս հանգամանքներ, այս ռեսուրսը, որ Թուրքիան իսկապես այսօր հայտնվել է բարդ իրավիճակում, սիրիական ճգնաժամում կրած նրա պարտությունը մարտավարական ըստ էության, նույնպես վկայում է այդ մասին, որ մի տեսակ ինքնամեկուսացման գործընթաց է տեղի ունենում։ Եվ այդ ամբիցիաները, որ Էրդողանը հայտարարում է, որ մենք նեոօսմանիզմով ենք առաջնորդվելու, այսինքն օսմանյան կայսրության ամբողջ տարածքով մեր ազդեցությունը միանշանակ պետք է վերականգնի։ Հիշեցնեմ, որ տարածքի մասին է խոսք։ Արաբական թերակղզի, Հյուսիսային Աֆրիկա, նաև ասենք թուրքախոս ժողովուրդների տարածք, Անդրկովկաս, Միջին Ասիա, մինչև Ալտայ։ Որ երկիրը կարող է, որ գերտերությունը կարող է համակերպվել նման ամբիցիաների հետ։ Այս ռեսուրսը իմ խորին համոզմամբ մեր արտաքին քաղաքական ուրեմն գերատեսչությունը, մեր լոբբիստներ անպայման պետք է հաշվի առնեն եւ եթե հարկավոր է Միացյալ Նահանգներում հрьяաների հետ համատեղ աշխատանք կատարեն այդ մտայնությունը քաղաքական էլիտայում Ամերիկայի փոխելու համար։
Եվ սա կարող է ազդել դրականորեն նաև հայոց ցեղասպանության հետևանքների ախտարման հարցի վրա։ Հուսանք շատ բարդ խաղեր են ընթանում եւ դժվար է հասկանալ միջազգային անսպար մի թեմա է, մինչեւ ապրիլի 24-ը իհարկե մենք ելի կանդրադառնանք այս թեմային եւ դրանից հետո էլ պետք է ասենք հիշենք, պետք է գործենք միայն այդ օրով չէ եւ պետք է բարձր պահենք մեր ազգային արժանապատվությունը, փորձենք պատմաբանին շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր պատմաբան ցեղասպանագետ Արմեն Մարուքյանը, ձեզ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար, իսկապես շատ բովանդակ։ Մեզ մոտ կոմերցիոն դատարկ է, որը նաև կոչվում է գովազդ։ Գնացինք։ Գործընկերներ ունենք աշխարհը չունի։ Մեր հաղորդման հովանավորն է բարի խանութ սրահը, որը գտնվում է Բաղրամյան 53 հասցեում։ Բարին առաջարկում է ապրանքներ ոչ միայն տնային պայմաններում օգտագործելու, այլ նաև բժշկական հաստատությունների համար։ Խանութում ներկայացված են բժշկական սարքավորումներ, բախիլներ հագնելու ապարատներ, հակաբակտերիալ ճառագայթիչներ, պրոֆեսիոնալ կշեռքներ եւ այլ անհրաժեշտ սարքեր, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը։ Եղեք բարի, ապրեք առողջ, բարի խանութ սրահ, Հացեն Բաղրամյան 53, համեցեք եւ գնեք այն, ինչ որ ձեզ անհրաժեշտ է։ Մեր հաղորդման մյուս հովանավորն է ԻՄՄԱ բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է բարձրակարգ բժշկական ծառայություններ, բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում եւ որովայնի 4D սոնոգրաֆիա հաշված րոպեների ընթացքում գործում է էքսպրես լաբորատորիա, իսկ վանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտությունը կատարվում է անվճար։ ԻՄՄԱ բժշկական կենտրոն Հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1 հեռախոսահամար 50 80 50 զանգարեք եւ ստացեք որակյալ բուժում։ Եթերը շարունակում է օրվա դեղատոմսը իր ժողովրդական խորհուրդներով։ Մենք շարունակում ենք խոսել այն ամենի մասին, ինչ է բնական է եւ առողջարար։ Այս անգամ մեր սեղանին համեմն է եւ այս անգամ համեմի բոլոր օգտակար, նաեւ բացասական կողմերն ենք մենք բացահայտելու։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Սկսենք ինձ ամենաշատը մտահոգող հարցից։ Ասում են համեմը ազդում է հիշողության վրա, ճիշտ է դա արդյոք։ Եվ հիշողության, եւ աչքի տեսողության, եւ ստամոքսահայքային տրակտի համեմի մեջ գտնվող վիտամիններն ու միկրոէլեմենտները բավականին շատ են եւ հնուց ի վեր վաղուց օգտագործվել է եւ դեղորայքային որպես միջոց ստամոքսահայքային տրակտի վիճակը կարգավորելու, ցավը հանգստացնելու եւ միկրոէլեմենտների հզոր պաշարով եւ վիտամինների B խմբի վիտամիններ կա, որ նյարդային համակարգն է կանոնավորվում եւ բացի այդ ազդում է նաև մկանների վրա, այսինքն հանգստացնում է, թուլացնում է մկանները եւ բացի այդ նաև ազդում է սրտի աշխատանքի վրա։ Կարելի է ասել, նույնիսկ արյան ճնշումը իջեցնում է, եթե խնդիր կա, այնպես որ կա բավականին մեծ հատկանիշներ համեմի, որ պետք է օգտագործել եւ բաղադրությունը իմանալ թե ինչ հիվանդության կարելի է օգնել։ Համեմը օգնում է եւ գլխացավը հանգստացնելու եւ եթե բարձր ճնշումը իջեցնելու, ինչպես պետք է անել, ուղղակի վերցնում ենք համեմը, լվանում եւ մի քանի հենց այսպես տերևներ ճյուղերով լցնում բաժակի մեջ եւ լցնում երջուր, այո, որպես հենց այդպես ամեն օր օգտագործելու համար, բայց եթե ուզում ենք նյարդային համակարգը, արյան ճնշումը իջեցնի, այդ դեպքում պետք է կրկնակի բաղադրություն վերցնել, այսինքն մոտավորապես 20-30 գրամի չափով եւ 200 գրամ եռացրած ջուր լցնել, այնուհետեւ օգտագործել իհարկե ոչ թե մեկ ամբողջ բաժակ, այլ պետք է օգտագործել 30-ից 40 գրամ։ Հրաշալի նաև միջոց է պրոստատիտի դեպքում, հրաշալի նաև միջոց է, եթե կա 45-50 կանանց մոտ, իհարկե, կամ տղամարդկանց մոտ, եթե կա անմիզապահություն, ապա այդ դեպքում օգտագործում են համեմի սերմը։ Ինչպես համեմի սերմը ուղղակի մեկ թեյի գթալը մեկ բաժակ ջրին, իհարկե, եւ օգտագործում օրը 3-4 անգամ 100 գրամից անպայման թողնում ենք 20 րոպե թրմվի, ինչպես միշտ ես հաճախ եմ դա բացատրում, 20 րոպե թրմվելուց հետո ընդ որում պետք է օգտագործել գոլ վիճակում եւ 100 գրամից յուրաքանչյուրը օրը 4-5 անգամ կարող է օգտագործել մինչ ուտելը։ Բայց եթե կա խնդիր միզասեռական տղամարդկանց մոտ եւ բորբոքումներ, ապա այդ դեպքում պետք է ավելի շատ
կրկնակի քանակությամբ եւ օգտագործվի 50 գրամից եւ օրը 2-3 անգամ։ Հրաշալի Իսկ այն, որ ասում են վատացնում է հիշողությունը համեմը։ Իհարկե ոչ, դա այդպես չէ, որովհետև համեմը իր մեջ պարունակում է շատ վիտամիններ, միկրոէլեմենտներ, վերացնում է փորկապությունը, վերացնում է վքնածությունը, նույնիսկ եթե աղիները 2-3 օր չեն գործում կամ խնդիրներ կա փորկապության, ապա այդ դեպքում ամեն օր օգտագործում են հենց այսպես ուղղակի եւ աղցանների եւ հենց այսպես ուտելու ձևով եւ անպայման պետք է օգտագործեն, որովհետեւ իր մեջ կա այնպիսի նյութեր, հակաօքսիդանտներ, ծանր մետաղներն է հեռացնում օրգանիզմից, ստամոքսաղիքային տրակտից եւ թույները եւ ստիպում է աղիների կծկումները նորմալանա եւ աղիները փորկապությունը վերանա։ Այնպես որ համեմ կարելի է ուտել տարին 12 ամիս, մեր մոտ դա մշտական կա, հասանելի է բոլորին եւ ինչքան մարդը մոտ է բանջարեղենին, ինչքան իր կենցաղում սննդակարգում բանջարեղենը հաճախակ է օգտագործում, այդ դեպքում նա լինում է ավելի առողջ, ավելի վիտամիններով հարուստ, որովհետև բոլորս գիտենք, որ գարնանը արդեն անեմիկ շրջան է, այսինքն վիտամինների քանակությունը պակասում է, մենք այդ վիտամինները պետք է լրացնենք ինչպես բանջարեղենի միջոցով, այնպես որ համեմ եւ մեր օրգանիզմը կլինի եւ վիտամիններով հարուստ եւ սակավարյունություն չենք ունենա։ Շնորհակալություն այսու հետ ձեր ճաշի սեղանին թող լինեն մշտապես կանաչիների տարբեր տեսակներ, այդ թվում նաև համեմ, եթե ինչ-որ բան բաց թողեցիք, մեզ կարող եք գտնել նաև Շանթի պաշտոնական կայքեջում։ Մենք հասանելի ենք ամեն ուր։ Գանք ոչ պակաս կարևորագույն խնդրին ճարպակալումը։ Խոսենք էլի առողջությունից։ Ճարպակալումը որոշ երկրների մասնագետներ ոչ թե սովորական խնդիր, այլ համաճարակ են համարում։ Մի շարք արտադրողներ արդեն մտածում են մեքենաների սրահներն ընդլայնելու մասին, քանզի գիրուկների համար ներկայիս սրահները արդեն նեղ են։ Փոխանակ մտածեմ Օթանյանի Ճարպակալումը նաև գենետիկ խնդիր է, կան ժողովուրդներ, որոնք որ դրան հակված են, օրինակ նույն մեքսիկացիները։ Այն ժողովուրդները, որոնք որ ուտում են խմոր, պետք է որ ճարպակալեն, բայց դա այդպես չի, խնդրեմ, մեր հարևան ժողովուրդը, վրացիները, իրենց խոհանոցը երևի 80%-ը դա խմոր է, նույն իտալացիները, որ ամբողջ օր ուտում են մակարոն, նույնպես այսպես գեր չեն, իսկ մեքսիկացիները, խնդրեմ, Մի քանի տասնամյակ առաջ մասնագետները վստահեցնում էին, որ սրտային հիվանդությունների բարձր ցուցանիշները պայմանավորված են սննդակարգում յուղոտ ուտեստների գերակայությամբ։ Սակայն լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ բնության մեջ ամեն ինչ նպատակային է եւ օգտակար միայն թե պայմանով, որ մարդը չի ուտի ավելին, քան հարկավոր է բնական քաղցը հագեցնելու համար։ Դա իհարկե բնորոշ է շատ կենդանիներին։ Կենդանին երբեք ավելորդ ոչինչ չի ուտի։ Եթե անգամ գիտի, որ վաղը սոված է լինելու, ինքը դա կպահի։ Այո, իսկ մարդը ուտում է ոչ միայն ուտե բանի համար, հագենալու համար, այլ դա հաճույք է։ Ամենտեղ հավաքվում ենք, խոսում ենք, մի կտոր հաց ենք ուտում, մի բաժակ սուրճ ենք խմում, քաղցր սուրճ եւ այլն։ 21-րդ դարում մասնագետներն ահազանգում են, որ ավելորդ կիլոգրամներ կուտակելու հիմնական պատճառը սննդի բարձր կալորիականությունն է, սխալ սննդակարգը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը։ Այսինքն հենց մեր այն կյանքը, որ մենք վարում ենք սաղորը, նստած ուտում ու քնում, հետո գիրության հանգեցնող պատճառների թվում առաջնային է խոլեստերինի ավելցուկը։ Թեպետ մասնագետները չեն դադարում հիշեցնել, որ գոյություն ունի երկու տեսակի խոլեստերին՝ վատ եւ լավ։ Վատը պարունակում է կենդանական ծագմամթերքներում միս, պանիր, կարագ, որոնց չարաշահումը հանգեցնում է անոթների խցանման, իսկ լավ խոլեստերինը նպաստում է անոթների մաքրմանը։ Այդ դրա համար շատ կարևոր է կրոնական պասերը։ Պասի ընթացքում չես ուտում այդ խոլեստերինը կենդանական, այսպես ասած, այո, եւ մաքրում ես քո օրգանիզմը։ Լավ խոլեստերինը առկա է ձվի դեղնուցում, հատիկավորներում, ձկան մեջ, ընկուզեղենի եւ սառը զտման բուսական ձեթերի մեջ։ Ցանկանում ենք դες լավ խոլեստերին մեր շատ սիրելի հեռուստադիտող։ Իսկ յուղի թեման կշարունակի մեր հաջորդ տեսանյութը ջանդ յուղի սերքի։ Վախ, ջիգարիս միթիզ յուղ նստեց մահամ։ Բուսական, կենդանական, պինդ, հեղուկ, օգտակար եւ ոչ այնքան։ Կարագ, թե ձեթ, յուղ, թե ճարպ։
Այսօր կարևոր հարց է ոչ միայն ինչ եփել, այլև ինչով եփելը։ Տեսականին մեծ է, տեսակները շատ։ Թվում է, թե ընտրությունը պետք է լինի ավելի դյուրին, բայց դա միայն թվում է։ Ինչը ինչի հետ համադրել, ինչպես եւ ինչ չափաբաժնով։ Բուսական յուղերը ստացվում են բուսական հումքից, արևածաղկի, զեյթունի եւ այլն։ Կենդանական յուղերը ստացվում են կաթից, սերուցքից։ Բուսական յուղերը բոլորը պարունակում են չհագեցած ճարպաթթուներ, որոնք օրգանիզմի համար շատ օգտակար են, հատկապես օմեգա 3 ճարպաթթունը օրգանիզմում ընդհանրապես չի արտադրվում եւ նրա պաշարները լրացնելու համար օրգանիզմը անպայման պետք է դրսից ստանա։ Զուգահեռ օգտագործում ենք նաեւ կենդանական ճարպերը, որոնք վիտամին A-ի, E-ի, D-ի հիանալի աղբյուր են եւ առանց դրանց որոշակի քանակի հատկապես օրգանիզմը աճող օրգանիզմը նորմալ աշխատել չի կարող։ Այսինքն բացառել եւ ոչ մեկը պետք չէ։ Պարզապես կարևորը ճիշտ օգտագործելն է։ Որոշակի քանակ առողջ չափահաս մարդու համար 2 թեյ դեթալ ձեթ եւ մոտ 1 թեյ դեթալ կարակ պետք է օգտագործի։ Ուղղակի ուզում հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարակ են օգտագործում, որ առողջ մարդկանց մասին է խոսքը, որ այդ նույն կարակը, այսինքն կենդանական ճարպը կարող է լինել ոչ միայն տեսանելի կարակի, այլև յուղոտ մսերի, թթվասերի, յուղոտ կատնամթերքի մեջ։ Եթե օրվա ընթացքում օգտագործվել է յուղոտ կատնամթերք, ուրեմն կարակի օգտագործումը արդեն բացառվում է։ Յուղերը բարձր ջերմամշակման ենթարկելը վտանգավոր է, վտանգավոր կարող է դառնալ կարակի մեծ չափաբաժինը։ Իսկ յուղերի դեպքում յուղերը ենթարկվում են բարձր ջերմամշակման, նաև չափաբաժնի սահմանափակումները մեծ չեն։ Իսկ ինչ տեսակներ կան ու ինչպես են ստանում։ Այս հարցերի պատասխանները փորձենք գտնել արտադրողներից։ Մեր նկարահանման համար իր արտադրամասի դռները բացեց միայն մեկը։ Յուղը լինում է երկու տեսակի, կարակից պատրաստված հալած յուղ եւ բուսական հալած յուղեր։ Հիմա թողնենք կարակից պատրաստվածը դրան կանդրադառնանք հետո, իսկ բուսական յուղերից ստացված յուղերը ունեն հետեւյալ տարբերությունը ձեթի հետ։ Նախ ձեթի 1 լիտրը կշռում է 920 գրամ, ինչպես հայտնի է։ Հալած բուսական յուղերի 1 լիտրը կշռում է 800 գրամ։ Այստեղ այն կարծրատիպը կոտրվում է, որ հալած յուղերը ավելի ծանր են մարսվում, քան ձեթերը։ Ես նկատել եմ կան արտադրատեսակներ, որտեղ գրված է հիդրոգենիզացված յուղեր։ Հիդրոգենիզացված յուղերի եւ պերիէթերիֆիկացված յուղերի տարբերությունը կայանում է նրանում, որ հիդրոգենիզացման process-ը հեղուկ յուղերից բարձր ճնշման տակ եւ կատալիզատորի, որը նիկելի փոշին է համարվում կատալիզատոր, այդ կատալիզատորի առկայության դեպքում բարձր ճնշման տակ այդ յուղերը դառնում են ավելի պինդ, հեղուկ վիճակից վերածվում են պինդ վիճակի։ Դա 20-րդ դարի, 19-րդ դարի տեխնոլոգիաներ է։ Պերիէթերիֆիկացված յուղերի տեխնոլոգիան կայանում է նրանում, որ նույն բարձր ճնշման տակ հատուկ սարքավորումների միջոցով, առանց որևէ կատալիզատորի, մի քանի տարբեր տեսակի բուսական յուղերից ստացվում է մեկ պինդ վիճակում գտնվող բուսական յուղերի խառնուրդ, որոնք իրենց հատկություններով մաքսիմալ մոտեցված են կաթնային յուղին, այսինքն կարակին։ Իսկ ինչ ճանապարհ են անցնում, ինչ բաղադրիչներ են ավելացվում ու ինչ օգտակար հատկանիշներ են պահպանում մինչև ցուցափեղկում հայտնվելը, ապա մեր տուն հասնելը։ Հալման process-ն է գնում, որտեղ յուղը հալվում է, եւ նրանից հետո նրան ավելացվում են A վիտամին, բետա-կարոտին, այսպես կոչված, պրովիտամին A։ Բարձրակարգ յուղը կարելի է պահել շատ երկար, նրանում բակտերիաներ չեն զարգանում։ Յուղի օգնությամբ կարելի է շարակցական հյուսվածքների ճկունության մակարդակը բարձրացնել, եւ սա հատկապես լավագույն ընտրությունը կարող է լինել բուսակերների համար, քանի որ այս յուղը համարվում է կարակի լավագույն փոխարինիչը։ Հալած յուղերը նաև չեն պարունակում GMO եւ հալման ժամանակ նրանք որևէ վատ նյութեր, կանցերոգեն նյութեր չունեն։ Սակայն այս առավելությունները զգալու համար պետք է գնելիս անպայման կարդալ բաղադրությունը։ Դա մի քիչ ժամանակատար է, բայց անհրաժեշտ։ Ես չէի գնի ոչ փաթեթավորված յուղերը, որոնք վաճառում են կիլոգրամով, որովհետև հայտնի չէ ում արտադրանքն են, ինչպես են լցվում, ինչ ամանների մեջ են լցվում, դրանք ստերիլ են թե ոչ։ Նաև հնարավոր չէ պարզել ինչ բաղադրություն ունի այդ յուղը։
ժամկետի մեջ է, ժամկետ անց է եւ այլն եւ այլն։ Այսպիսով, բուսական յուղերը աղցանների, կարագը, նախաճաշի, իսկ յուղերը ուտեստների ու տապակած խորտիկների համար։ Արդյունքում մենք ունենանք ավելի առողջ սննդակարգ, իսկ առողջ սննդակարգն ուղիղ համեմատական է մեր առողջությանը։ Իրինամ Կրշչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Ծրագրի վերջում մի քիչ խոսենք մամուլի ազատության մասին։ Հայաստանը մամուլի ազատության վերաբերյալ վարկանշային աղյուսակում 180 երկրների թվում զբաղեցրել է 74-րդ տեղը։ Դա 4 սանդղակ բարձրացել է նախորդ տարիների համեմատ։ Ասեմ, որ իհարկե դա լավ վարկանիշ է, բայց դեռևս շատ անելու բան ունենք, խոսքը հենց պաշտոնական մամուլի մասն է, այլ ոչ թե այն կայքերի, որտեղ ով ինչ ուզում գրում է։ 2015 թվականի մամուլի ազատության սանդղակում Հայաստանը պահպանել էր 2014 թվականին գրանցած արդյունքը զբաղեցնելով 78-րդ տեղը։ Ուշագրավ է, որ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը 101-րդ տեղ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների Իտալիան 77-րդ տեղ, Հունաստանը 89-րդ տեղ եւ Կիպրոսը 81-րդ տեղ։ Փաստորեն մենք դրանով պիտի գրող գովանք։ Այո, տեսնում եք ինչ լավ է։ Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանում տպագիր լրատվամիջոցներն ավելի բազմազան են եւ բևեռացված հետաքննական լրագրությունը ծաղկում է համացանցում, բայց բազմազանությունը հետ է մնում հեռարձակվող լրատվամիջոցներում։ Ավելացնենք նաև, որ նույն հետազոտության մեջ Ադրբեջանը զբաղեցրել է 163-րդ տեղը նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Դա մեզ բացարձակ չի մխիթարում, դա իրանց պրոբլեմն է, թող լուծեն։ Անցնենք առաջ։ Իսկ Թուրքիան 151-րդը, Ռուսաստանը 148-րդը, Իրանը 169-րդ տեղում են։ Մենք նրանցից առաջ ենք պաստորեն։ Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան եւ Նոր Զելանդիան։ Բնականաբար Եվրոպայի սիրտը, այսպես ասած, ինչպես միշտ ազատ է, ինչպես միշտ ինչ ուզում անում է, բայց դե մեզ ինչ, այ քեզ բան։ Ֆինլանդիան մնում է վարկանշային ցանկի առաջատար 2010 թվականից ի վեր ցանկում, ինչպես եւ նախորդ տարի վերջին տեղերն են զբաղեցնում Թուրքմենստանը, Կորեան եւ Էրիթրեան։ Հենց այն Ֆինլանդիան, որը ժամանակին չմտավ սովետական միության կազմի մեջ եւ անցավ առաջ, շատ լավ արդյունաբերություն ունի, ազատ երկիր է եւ երջանիկ մարդկանցով լի։ Ասма բախտ բաժանողի ինչն եմ ասել ես։ Դե ինչպես ասել է Գարեգին Նժդեհը, հայրենիքը փրկել են ու ոչ թե կփրկեն ոչ թե արքաներն ու իմաստունները, այլ մայրերը, որ դաստիարակում են հայ ազգի առյուծներ։ Շնորհակալ ենք մեր առյուծներին։ Այո, սիրելի մայրիկներ եւ տատիկներ, եւս մեկ անգամ ձեզ համբուրում ենք եւ գրկում ջերմ ու ջերմ, որովհետեւ դուք մեր ամենամեծ արժեքն եք, մեր հայրենիքի զավակների ստեղծող, մեր առյուծների, հերոսների մայրերն եք։ Այո, սիրելիներս, այսքանն ենք պատրաստել։ Իհարկե, հաճույքով էլի կմնայինք ձեր խոհանոցում, բայց դե ոչինչ բաղական։ Այսօրվա համար այսքանը։ Հաջողություն։ Անպայման կհանդիպենք ստեսություն։